Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, կրկին անդրադառնալու ենք հայկական ֆուտբոլին, ակումբային ֆուտբոլին, իմ հյուրն է բանակի կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը, Գագիկ շնորհակալ եմ եւս մեկ անգամ հրավերս ընդունելու համար, նախորդ անգամ մենք զրուցում էինք հունվարի 28-ին բանակի օրվա առիթով անդրադարձանք շատ հարցերի, իհարկե առաջին հերթին նաև ԲԿՄ-ին, որպես բանակային ակումբի ֆուտբոլային։ Այսօր դարձյալ անդրադառնում ենք ԲԿՄ-ին, բայց արդեն մի քիչ ավելի լայն սպեկտրով հարցերով մենք կխոսենք թե նախորդ մրցաշրջանում ԲԿՄ-ի արդյունքների, ցուցադրած խաղի մասին, որոշակի զարգացման մասին եւ ինչպես է ԲԿՄ-ն նախապատրաստվում արդեն նոր 2025-26 մրցաշրջանին Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության։ Սկսենք եւի նախորդ մրցաշրջանից Գագիկ, տեսնենք կարծես ԲԿՄ-ն այո լավ արդյունքներ ցուցաբերեց, ես չեմ հիշում վերջին տարիներին, որ ակումբը այսպիսի բարձր աղյուսակում վերջնական արդեն ամփոփիչ աղյուսակում այսպիսի բարձր դիրքի վրա լինի, 6-րդ տեղը դա քիչ բան չէ, ճիշտ է, թիմերը շատ չեն մեր առաջնությունում ցավոք, բայց 6-րդ տեղը իսկ նաև խաղով ԲԿՄ-ն այդ մրցաշրջանում ցուցադրեց, որ բավական մրցակցային թիմ է, կարողանում է լավ խաղ ցուցադրել, նույնիսկ մրցել եւ միավորներ խլել առաջատարներից, բավական ուժեղ կազմով ակումբներից։ Ձեր ամփոփիչ խոսքը տեսնենք թե ինչ տեղի ունեցավ այդ մրցաշրջանում, մենք նաև հունվարի 28-ին մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ ԲԿՄ-ին անդրադառնալիս խոսում ենք այդ պահին, այսինքն մրցաշրջանի առաջին կեսից հետո, թե ինչ է տեղի ունեցել երկրորդ կեսի մեկնարկից առաջ։ Դուք դարձյալ Գագիկ ասում եք, որ թիմը բավական լավն է եւ այդպես որպես կանոն չեք կանխատեսում դուք ինքներդ թե ինչ դիրքի համար է պայքարում աղյուսակում ԲԿՄ-ն, բայց ինչու՞ չէ 6-րդ տեղը դա քիչ բան չէ։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալ եմ այս հնարավորության համար, որովհետև ինչպես նշեցիք, ընթացիկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ձեզ հյուրը լինել, շատ մեծ ուրախություն է ու լավ հնարավորություն խոսելու ԲԿՄ-ի մասին։ 6-րդ տեղը ըստ էության մեր 6-րդ մրցաշրջանն էր սա եւ զբաղեցինք 6-րդ հորիզոնականը եւ կարծում եմ մեր ամբողջ ակումբում կարծում եմ բոլորը գոհ են այս արդյունքից, հատկապես որ արդյունք ասելով մենք ոչ միայն կենտրոնացած ենք հորիզոնականներին, այլ նաև թե ինչ կարողացանք, ինչ արդյունք կարողացանք ստեղծել խաղային մակարդակի վրա մասին է խոսքը առումով, որովհետև ըստ էության որն է ԲԿՄ-ի խնդիրը երիտասարդ ֆուտբոլիստներ մատակարարել հավաքականներին, այդ թվում նաև ազգային հավաքականին եւ վերջին խաղերի ժամանակ ազգային հավաքական ԲԿՄ-ից հրավիրվել է 5 ֆուտբոլիստ, ավելին եղել են նորամուտներ, Արայիկ Էլոյանը իր նորամուտը ունեցավ, Դանիել Աղբալյանը մի ամբողջ խաղ անցկացրեց եւ բավականին լավ, ինչի՞ չէ այս մրցաշրջանը պատկաբեր էր նաև այն իմաստով, որ մեր ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծացավ եւ հայաստանյան ակումբներից եւ եվրոպական ակումբներից ունեցանք տրանսֆերներ։ Դրա մասին ավելի մանրամասն խոսենք, Գագիկ, դուք կարծես այսպես անոնսում ենք մեր զրույցը։ Նախ վերադառնալով առաջին հարցին, մրցաշրջան 2024-25-ը այն այսպես եթե ձևակերպելիս լինեք, պատասխանելիս լինեք 2-3 նախադասությամբ, ենթադրենք դուք ինչպես կձևակերպեք բարդ մրցաշրջաններ, վերելքի 3 բառով ձևակերպեմ։ ԲԿՄ-ի լավագույն մրցաշրջաններ բոլոր իմաստներով։ Զբաղեցրած հորիզոնականի իմաստով, սա առաջին թիմի համար եմ ես ասում, ֆուտբոլիստների աճի տեսանկյունից եւ ինչի՞ չէ, եթե ամբողջ ակումբի իմաստով ենք խոսում, նաև մեր երկրորդ թիմը առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը, դարձավ չեմպիոն եւ սա էլ առաջին տիտղոսներ ակումբի այս տարին իսկապես ստացված եմ համարում, բայց ամեն դեպքում մենք շատ կենտրոնացած ենք process-ին։ Մենք նշмарում ենք ինչ որ վերջնարդյունքներ, ինչ որ նպատակակետեր, բայց միտեղ ուշադրությունը պահելով դրանց, բայց շատ ավելի կենտրոնացած ենք process-ին։ Փորձառու մարզիչ, գլխավոր մարզիչ, մարզչական անձնակազմ, կարծես այսպես
հատուկ դրված նաև նպատակներ, թե առաջին թե երկրորդ թիմի համար արժև դրված նպատակներ, ֆուտբոլիստներով համալրում գրեթե ամբողջական թիմը դուք ինձ ուղեք, ամբողջական թիմն է հայ ֆուտբոլիստներով։ Այո, ամբողջական թիմն է։ Չունեք լեգիոներներ բացարձակ։ Չունեք լեգիոնականներ, այո, թիմում։ Դե գերակշռ մասը պարզ է, որ երիտասարդներ են։ Առաջին խմբի միջին տարիքը, թե չեմ սխալվում, 20.5 տարեկան նախորդ մրցաշրջանում։ Այս մրցաշրջանում այդ միջին տարիքը ավելի ցածր է լինելու։ Այո, մեր մարզիչները երկու թիմերում էլ կենտրոնացած են ֆուտբոլիստների կրթության գործին, անձի զարգացման գործին, միշտ մեր պարոն Գյուլբուդաղյանցը սիրում է ասել թիմային անհատի զարգացում թիմային մակարդակում, հա, այսինքն չմոռանալով թիմի զարգացման մասին, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է առավելագույնս զարգացնի իր պոտենցիալը, մեր մարզիչների աշխատանքը դրան է ուղղված, եւ երևի հենց այդտեղ է բանալին ֆուտբոլի զարգացման եւ թիմի ու ֆուտբոլիստների զարգացման։ Ես մեր գործը, եթե մետաֆորիկ այսպես լեզվով ներկայացնեմ, ստացվում է, որ մենք ավելի շատ ստեղծող ենք, քան սպառող ենք։ Մենք ավելի շատ հաց թուխ ենք, քան խանութից մատնաքաշ գնող ենք, հա, կամ օրինակ մենք ավելի շատ սերմնացան ենք, արտ մշակող ենք, քան ալյուր ներկրող ենք, հա, այսպես եթե մենք քիչ գնանք տնտեսությանը, եւ հենց երևի սա է բերում հաջողություն այն իմաստով, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԲԿՄ-ի երիտասարդ ֆուտբոլիստներից մի քանիսը արդեն սպասում են կանչի ազգային հավաքականից, եվրոպական ակումբներից եւ այդ ամենը տեղի ունենում այդ կոնցեպտի շնորհիվ։ Ուղիղ հարց տամ, եթե պարոն Գյուլբուդաղյանցը չլիներ ավելի փոքրինչ կներեք, ավելի անփորձ մարզիչ, այդ զարգացումը կլիներ, թե չէ։ Գիտեք, յուրաքանչյուր անհատի դերը չենք կարող թերագնահատել։ Օրինակ, եթե ասենք, եթե չլիներ պարոն Գյուլբուդաղյանցը, լիներ մեկ ուրիշ մարզիչ, կլիներ նույն process-ը, սա սխալ կլինի, որովհետև յուրաքանչյուր մարզիչ միջավայր բերում է իր աշխարհը, իր պատկերացումները, իր փիլիսոփայությունը, եւ խոսքը ոչ միայն ֆուտբոլի մասին է։ Որովհետև հայկական ֆուտբոլում գոնե մեր միջավայրում մենք երբ նստում խոսում ենք, մենք առաջնորդվում ենք այն համոզմունքներով, որ ֆուտբոլը ինքը բացարձակապես էլ այդ մարզադաշտ, մարզակոշիկ, որակյալ գնդակներ եւ այլ այս ատրիբուտները չի միայն, գիտեք, որ մենք բազմակողմանի զարգացման կողմնակից ենք եւ յուրաքանչյուր մարզչի աշխարհանկալումը շատ որոշիչ հանգամանք է, որովհետև դու այդ տարիքի ֆուտբոլիստին ոչ միայն սովորեցնում ես ճիշտ խաղալ, դետալներից սկսած, ընդ որում մեր պարագայում դա շատ է։ Հայկական մարզադպրոցները, ես կարծում եմ, շատ բարձր մակարդակի չեն այն իմաստով, որ 18 տարեկան ֆուտբոլիստը հաճախ կարիք է ունենում, որ իրեն մարզիչ սովորեցնի, օրինակ մարմնի դիրք եւ այլն։ Դու նաև պիտի կարողանաս տեղ հասցնել քո ասելիքը եւ այդ ասելիքը տեղ հասցնելու ճանապարհները ոչ միայն ֆուտբոլային լեքսիկոնն է, այլև արժեքների մասին խոսակցություններն են, այլև կյանքի, աշխարհի, չգիտեմ, իմաստնությունների տարբեր, հա, սա մեծ համակարգ է եւ կարող եմ իմ կարծիքը պնդել, ոչ թե միայն ասել, որ առանց այդ ամեն ինչի զարգացում տեղի չի ունենում։ Շուրջ, այսպես ասած, շուրջ ֆուտբոլային շատ հարցեր կան, որոնք շատ կարևոր են ու շատ որոշիչ են։ Եվ Արմեն Գյուլբուդաղյանցը ինքը, դա ես չեմ ասում, հազարավոր մարդիկ Հայաստանում, որ տեղյակ են ֆուտբոլում ինչ է կատարվում, գիտեն։ Ամեն դեպքում ինքը բազմաթիվ սաներ է տվել բարձր մակարդակի ֆուտբոլիստներ կան եւ բոլորը գիտեն, որ նա կենտրոնանում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի տաղանդի ու պոտենցիալի զարգացման։ Անհատական մոտեցում է ցուցաբերում, այսինքն տեսնում է տվյալ անհատը ինչպիսի ունակություն ունի, որոնք որ զարգացնել, թերությունները ինչպես կոծկել կամ հակառակը վերացնել։ Վստահությունից սկսած, հավատի ներշնչումից սկսած, մինչև ֆուտբոլային դետալների շփումը, մենթալ մակարդակի վրա էլ է աշխատանք բավական միանշանակ։ Ընդհանրապես համաշխարհային սպորտում շատ կարևոր է դա
Եվ ես շատ ուրախ եմ, որ այն միջավայրում, որտեղ ես աշխատում եմ, մենք համախոհներ ենք ու բոլորս գնում ենք այդ ճանապարհով, որ մենտալը շատ կարևոր է եւ ֆուտբոլիստների աշխարհընկալման տարիքում, որը հատկապես այդ տարիքում ավելին մենք պետք է սկսենք ավելի վաղ տարիքից, որովհետեւ մարդու ուղեղում նեյրոնային կապերը իրենք արդեն 17, 18, 19 տարեկանում շատ ամուր ձևավորված են եւ սովորութային եւ այլ դրսևորումները իրանք շատ ավելի ուժեղ են, քան մեր ցանկություններն են, քան մարզիկի գիտակցումներ, որ մարզիկի գիտակցումը, որ հին մեթոդները, հին ապրելու ձևը իրան չի տանում լավ տեղ, ինքը որոշում է փոխել իր գործողությունները, ինքը առնչվում է այդ նեյրոնային ցանցերի հետ, որոնք արդեն մկանի նման ձևավորված են ու ժամանակ է պետք, որ վարքաբանական, այսպես ասած, փոփոխություններով մենք նաև այդ ցանցը փոխենք։ Ես վստահ եմ, որ պատահական նշանակումներով, պատահական սխեմատիկ որոշումներով, մեթոդաբանական որոշումներով սպորտը չի զարգանա եւ ֆուտբոլը չի զարգանա։ Այնպես որ ձեր հարցին, եթե մեկ բառով պատասխանեմ արդեն, այդպես է։ Շատ կարեւոր է մարզիչի ով լինելը։ 2024-25 մրցաշրջանի Հայաստանի Պրեմիեր լիգայում ցուցադրած արդյունքը ԲԿՄ-ի արդեն որոշակիորեն պարտավորեցնում է ակումբին հաջորդ մրցաշրջանում այլ նպատակներ դնել իր առջև։ Ցանկությունների իմաստով միգուցե։ Իրատեսության իմաստով մենք հասկանում ենք, որ թիմի կեսը փոխվել է, առնվազն կեսը։ Դուք այն ակումբն եք, որտեղ միշտ այդ շարժը կա, հոսքը կա, նոր ֆուտբոլիստները գալիս են, արդեն խաղացված մրցաշրջաններ անցկացրած ֆուտբոլիստները գնում են։ Հիմա մեզ են միացել, առաջին թիմին են միացել ԲԿՄ2-ի մոտ 10-10-ից ավել ֆուտբոլիստներ, որոնք Պրեմիեր լիգայում խաղալու փորձառություն չունեն եւ իրենք էլ դեռ անցնում են, այսպես ասած, ինտեգրման փուլ, նոր մարզչի պատկերացումները հասկանան, ասելիքը հասկանան եւ այլն։ Վահագն Մինասյանը իր աշխատանքը կատարել է, հիմա փոխանցել է ֆուտբոլիստներին, իրանք գալիս են Արմեն Գյուլբուդաղյանցի մոտ եւ ամեն դեպքում դրանք առաջին խումբ եւ Պրեմիեր լիգա դրանք տարբեր աստիճաններ են եւ ֆուտբոլիստների համար նոր մարտահրավեր է Պրեմիեր լիգայում խաղալը եւ քանի որ մենք ցտեսություն ենք ասել մեր մի քանի ֆուտբոլիստների լավ իմաստով, այսինքն ունենք տրանսֆերներ, այդ ֆուտբոլիստներին պետքա փոխարինեն ավելի երիտասարդները եւ մենք ըստ էության պետք է անցնենք մի հատ էլ դժվար փուլ, միգուցե դժվար կլինի այս փուլը, սկիզբը, որի նմանը մենք ունեցել ենք, ասենք 1 տարի կամ 1.5 տարի առաջ։ Դա մեր աշխատանքի առանձնահատկությունը ԲԿՄ-ի, որ մենք գիտենք, ինչ որ մի կետից սկսում ենք, բարձրանում ենք, գալիս ենք հաղթանակների, հետո մի հատ պետք է այլի դժվարություններ, բայց կյանքում ինչպես եւ սպորտում առանց դժվարությունների այդ փորձառությունների աճ տեղի չի ունենում ու յուրաքանչյուր մարզիկ պետքա պատրաստ լինի դրանով անցնել։ Մենք ակումբի աշխատակազմը, մարզիչներ, ադմինիստրատիվ կազմ, բժիշկներ եւ այլն, բոլորս պատրաստ ենք դրանով անցնել։ Ես հույս ունեմ, որ նաեւ երիտասարդ ֆուտբոլիստներն էլ պատրաստ են այդ դժվարությունների միջով անցնել միասին։ Ճիշտ եմ հասկանում, որ հատուկ նպատակներ չեն դրվում զուտ մրցաշարային աղյուսակի առումով, այս պարագայում ինչ որ հատուկ գիտեք 6-րդ տեղում էինք նախորդ մրցաշրջանում, հիմա 5-րդ հորիզոնականի համար պայքար ենք կամ նույնիսկ եվրագավաթային ուղեգրի համար, այդպիսի նպատակ ակումբի արժև դրված չէ, ճիշտ հասկացա, գուցե եւ դրվում է նպատակ, գիտեք, նախորդ մրցաշրջանի արդյունքը կրկնելու։ Ավելի շատ, եթե ես ասեմ, որ հորիզոնականների իմաստով մենք հստակ ինչ-որ մի կետ ենք նախանշում, ավելի շատ սխալված կլինեմ, քան թե ճիշտ կլինեմ, Մեր խնդիրն է ըստ էության շարունակել երիտասարդ ֆուտբոլիստներով մատակարարել ազգային հավաքականին, ամրացնել երիտասարդական հավաքականը եւ ինչու՞ չէ նաեւ տրանսֆերների հնարավորություն ստեղծել ֆուտբոլիստների համար, իրենց բերել այնպիսի մի հասունության աստիճանի, որ իրենցով հետաքրքրվեն
ավելի բարձր լիգաների ակումբներ, որովհետև Հայաստանի առաջնությունից ինչ որ մի աստիճանով բարձր մի քանի առաջնություններ կան, որոնց միջոցով երիտասարդ ֆուտբոլիստը կարող է լավ կարիերա անել, դրանք այսպես ասած տրամպլին են, ցածկահարթակ են դեպի արդեն ավելի բարձր առաջնություն։ Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի այդպես կարիերային այդ գագաթնակետը մոտավորապես գալիս է 26-27, գուցե եւ 25 տարեկան այդ տարիքային հատվածում, եւ 20 տարեկանում տեղափոխվել նույնիսկ արևելաեվրոպական առաջնության որևէ ակումբ, դա քիչ բան չէ։ Մեծ հնարավորություն է ապագայի համար յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար։ Հիմա տրանսֆերների վրա եկեք Գագիկ անդրադառնանք, կենտրոնանանք, դուք որքան գիտեմ երկու տրանսֆեր եք իրականացրել, երկու ֆուտբոլիստ է ձեզ մոտից մեկն էլ արտերկիր, երկուսը ներքին առաջնության ձեր մրցակից ակումբներին եք համալրել, բայց դե տրանսֆերը է։ Այո, եւ ասեմ ձեզ, որ հայկական ֆուտբոլում վերջին երևի 10-ամյակներում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, որ եղել են կամ չեն եղել դեպքեր, բայց եթե եղել են առնվազն շատ քիչ, երբ ներքին տրանսֆերի համար ակումբը պատրաստ է գումար վճարել, ոչ թե մարզումային փոխհատուցման մասին է խոսքը, այլ հենց տրանսֆերային, գումար վճարել, սա առաջին հերթին ես կարող եմ ասել, որ ԲԿՄ-ն իր աշխատանքով թելադրեց այս օրակարգը, երբ ԲԿՄ-ում հասունանում են ֆուտբոլիստներ, ովքեր օրինակ բարձր հորիզոնականներ զբաղեցնող չեմպիոնական հավակնություններ ունեցող ակումբների ու թիմերի համար հետաքրքրություն են ներկայացնում, եւ երբ հետաքրքրության ակնարկը կա, երբ դու ասում ես, որ ֆուտբոլիստը իր տրանսֆերը, գոնե ներքին շուկայի համար ֆուտբոլային որոշակի ինչ որ թիվ է իրենց ներկայացնում, վաղուց հայկական ֆուտբոլում այդպես չէր լինում երևի։ Ես չեմ ասում, թե շատ բարձր աստղաբաշխական գումարներով ենք այդ տրանսֆերներ արել, բայց արդեն լավ է այդ ավանդույթը բերել, որովհետև գումարներ չեք նշում, Գագիկը որքան հասկանում։ Այսպես ասեմ, միջին տրանսֆերը ներքին շուկայում 10-12 միլիոն դրամ, բայց այստեղ խնդիրը այն չէր, որ մենք հաշվենք ինչքան է շատ է քիչ է, խնդիրը նաև որ ֆուտբոլիստի համար հնարավորություն է ստեղծվել եվրագավաթային խաղերին մասնակցել, հնարավորություն է ստեղծվել ավելի վաստակել, որովհետև գիտեք ֆուտբոլային կարիերան շատ երկար չէ, ու երբ որ ֆուտբոլիստը հասել է 24-25 տարեկան, ձեր ասած այդ լավ տարիքին, որ ֆուտբոլում շատ կարևոր տարիք է համարվում, արդեն ակումբը որպես նաև երախտիքի նշան պետք է հնարավորություն տա այդ ֆուտբոլիստները տեղափոխվեն եւ վաստակեն։ Իհարկե, եթե այս փուլում լիներ առաջարկ այլ առաջնություններից եւ ֆուտբոլիստները ցանկանային, մենք այդ տարբերակներն էլ կդիտարկեինք, բայց ամենակարևորը, որ գիտենք, եւ Արամ Խամոյանը, որը տեղափոխվել է Նոա, եւ Դանիել Աղբալյանը, որ տեղափոխվել է Փյունիկ, իրանք գոհ են այդ տրանսֆերներից, մենք լսել ենք ֆուտբոլիստների ցանկությունը, ըստ էության պարզապես այդ հարաբերություններում էլի հետաքրքրվածություններ են եղել մեր ֆուտբոլիստների նկատմամբ, մենք առաջնահերթ ինչն ենք նշել, որ ֆուտբոլիստը ունի արժեք։ Ընդհանրապես ԲԿՄ-ում մարդը ամենակարևոր արժեքն է ֆուտբոլիստը, այսինքն ամեն ինչ մեզ մոտ կենտրոնացած է ֆուտբոլիստի շուրջ, եւ դա պետք է վերաբերի նաեւ տեղափոխություններին։ Ակումբը դրել է ջանքեր, ակումբը կրթել է, եւ մեր համոզմունքն է, որ անվճար տեղափոխված ֆուտբոլիստը յուրաքանչյուր ակումբ, որտեղ էլ դա կլինի, իրեն վերաբերվում են ավելի այսպես ոչ խնամքով, ոչ այնքան հոգատար, որքան այն ֆուտբոլիստը, որի տրանսֆերի համար վճարում են։ Մենք ունեցել ենք տարբեր դեպքեր, եւ սպորտով եմ նաեւ ասում, եւ մենք ըստ էության մեր գործընկերներին սա ենք միշտ ասում, որ մեր ֆուտբոլիստները ունեն տրանսֆերային որոշակի արժեք, բայց ելի եմ ասում, հաշվի առնելով տղաների այդ ոսկե տարիքը, մենք մաքսիմալ ընդառաջել ենք այս գործարքների մեջ, որպեսզի իրենք տեղափոխվեն եւ նոր մակարդակում իրենց ցույց տան։ Որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքեն նոր ակումբների հետ, սա ես միշտ շեշտում եմ, որովհետեւ մեր ֆուտբոլասերների մի մասը ցավոք մտածում է, թե ինչի համար այդ գումարը կներեք իր չէ վաճառվում,
Դա ի վերջո աշխատանքային տվյալ ակումբի հետ գործող աշխատանքային պայմանագրի խզման համար մեկ այլ ակումբ վճարում է որոշակի փոխհատուցում։ Դա է ընդհանրապես։ Եվ վերջերս մի գործընկերոջ հետ այլ ակումբից մի մարդու հետ խոսում էինք, հարցրեց X ֆուտբոլիստը որքանով է տեղափոխվել, ասաց չեմ ուզում բացել, ասաց լավ, միջին թվերը ինչքան կա, ասում լավ, օրինակ 10 միլիոն դրամ, ո՞նց է։ Ոնց, ֆուտբոլիստի համար 10 միլիոն դրամ փող են տվել։ Ասում եմ կներեք, բայց մենք հիմա էլի խոսում ենք մի ոլորտի մասին, որը եւ սպորտը, եւ արվեստի տարեր ունի, եւ գիտության տարեր ունի, եւ սոցիալական ինքը երևույթ է ֆուտբոլը, եւ բիզնես մեծ ինքը բան ունի, այսինքն ինչի ձեր ֆուտբոլիստները չունեն այդ արժեքը, բոլորն ունեն։ Եվ խոսենք երկու միջազգային տրանսֆերների մասին։ Իհարկե։ Առաջինը Միսակ Հակոբյանի տրանսֆերը եղավ, իհարկե տրանսֆերային իրավունքը ԲԿՄ-ին չի պատկանում է Արարատ Արմենիային, Միսակը մեզ մոտ 3 թե 4 մրցաշրջան է խաղացել եւ ըստ էության անմիջապես ԲԿՄ-ից հետո գնեց տոմսերը եւ տեղափոխվեց Ալբանիայի չեմպիոն Էգնատիա թիմն է Միսակին պայմանագիր առաջարկել եւ արդեն Միսակը այդ թիմի խաղացող է եւ ես ուզում եմ շնորհավորել նաեւ Արարատ Արմենիային այս տրանսֆերի համար Միսակը եթե չեմ սխալվում վարձակալությամբ մի տարի ժամկետով տեղափոխվել է այնուհետև չգիտեմ ինչպես կդասավորվեն գործերը բայց սա շատ կարևոր ազդակ է եւ երկրորդ տրանսֆերը հենց Միսակի կրտսեր եղբայրը Դավիթ Հակոբյանը հրավեր ստացավ Սլովակիայի առաջնությունից Պոդբրեզովա ակումբից Պրեմիեր լիգայի երկար ժամանակ իհարկե մենք մտածում ենք տրանսֆերը վաճառել Դավիթի թե ոչ, որովհետև կարելի է նաև այլ տարբերակներ միգուցե կլինեին եւ Դավիթը իր աճի շատ լավ փուլում էր գտնվում, բայց հաշվի առնելով Դավիթի ցանկությունը, որ ինքը հենց այդ առաջնությունում ուզում է խաղալ եւ այդ եկած հնարավորությունը ուզում է օգտագործել, մենք համաձայնության եկանք Պոդբրեզովայի հետ եւ անմիջապես տրանսֆերը Դավիթի վաճառեցինք։ Ես Սլովակիայի առաջնությունում մենք ունենանք եւս մեկ հայ ֆուտբոլիստ։ Այո, դե ժամանակին Վահանն էր, Վիչախչյան, Վահանը Լեհաստանում է, գիտեք, բայց Սլովակիայի առաջնությունը շատ լավ հնարավորություն է զարգանալու, այնտեղից օրինակ Իտալիայի Ասերիա են գնում, Լա Լիգա են գնում։ Դե ուշադրության կենտրոնում է իհարկե այդ արևելաեվրոպական նամանավանդ բալկանյան երկրների առաջնությունները պարզ է առաջնային ուշադրության կենտրոնում են թե Իտալիայի, թե Գերմանիայի միջակ խոշոր թոփ ակումբների։ Եվ հույս ունենք, որ Դավիթը այնտեղ կկարողանա ամբողջ իր պոտենցիալը եւ զարգացնել եւ ցույց տալ ու Դավիթին լավ հեռանկարներ եմ մաղթում։ Մենք նայեք պետք է անդրադառնանք նաև նոր կազմի համալրմանը, դուք մասամբ այո ասեցիք, որ թե երկրորդ թիմից է 1 տասնյակ ֆուտբոլիստ չէ, արդեն դուք նշեցիք, որ տեղափոխվել։ Նաև կան ֆուտբոլիստներ, որոնք որ դեզինծառայության տարիքն է գալիս, համապատասխանաբար զորակոչվում են եւ համալրում են ԲԿՄ-ի շարքերը։ Ես նախորդ մեր հանդիպման ժամանակ, նախորդ զրույցի ժամանակ դուք նշեցիք, որ այդպիսի ֆուտբոլիստները այդպես մի քանի տասնյակի մասին չի խոսք, այլ ընդհանրապես մի քանի հոգու։ Հիմա ինչ նորություն կա այս առումով այստեղ եւ եւս մի ենթահարց, եթե կառավարության որոշմամբ զինծառայությունից մենք տեսանք, որ այս նախորդ նիստերի ժամանակ կառավարությունը որոշակի մարզիկների թե ազատում է բանակային զինծառայությունից, թե տարկետում է տալիս։ Այստեղ ձեր գործառույթը որն է, կան ֆուտբոլիստները, որ ձեր թիմն են համալրում։ Այն ֆուտբոլիստները, որոնք որ ծառայության են մեկնում, զորակոչվում են, բայց մենք այս տարի օրինակ ունեցանք սելեկցիա եւ արդեն որ երրորդ տարին այդ սելեկցիաները արվում են։ Իհարկե ամեն տարի որոշակի հնարավոր է այդ մոդելի մեջ փոփոխություններ անենք, ասենք այս անգամ 16 մարզիչ է սելեկցիան դիտել, հետևել, գնահատել ֆուտբոլիստներին։ Նույնիսկ մենք այս տարի հրավիրել ենք բոլոր ֆուտբոլիստների մարզիչներին, ակումբներից որ գան եւ իրենք էլ հետևեն սելեկցիային, որովհետեւ
եթե չեմ սխալվում 80-90 երևի ֆուտբոլիստ հրավիրվել սելեկցիայի համար, որի արդյունքում ընտրվել են այս գառանային զորակոչի ժամանակ ԲԿՄ-ն գրկող ֆուտբոլիստները։ Հա 16 մարզիչ հավաքականներից հետևում են, գնահատում են, մենք նաև հրավիրում ենք իրենց մարզիչներին, որ իրենք էլ 3 օրերին ներկա գտնվեն, եթե հատուկ կարծիք ունեն ասելու, հատուկ կարծիք հայտնեն եւ այլն։ Մեր հիմնական գործառույթը դա է, ներկայացնել պաշտպանության նախարարությանը այդ ցանկը։ Դեկա տարկետման ցանկը, որ էլի քննարկում են մասնագետները, արդեն ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ներկայացում է կառավարությանը։ Եթե այս հատվածին պատասխանեցի ձեր հարցի, անդրադառնամ առաջին հատվածին, որ հիմա արդեն զորակոչի մեկնող մի քանի ֆուտբոլիստներ միացել են ԲԿՄ-ին, նույնիսկ նրանցից մեկը գառնանային զորակոչից արդեն առաջին թիմի հետ է մարզվում։ Մնացածը դեռևս երկրորդ թիմի է։ Դեռևս երկրորդ թիմի հետ են մարզվում։ Կարեն Հովակիմյանը Փյունիկից մարզվում է առաջին թիմի հետ։ Սրանք մշտական պրոցեսներ են, ստատիկ պրոցես չի սա։ Առաջին թիմից երկրորդ, երկրորդից առաջին, հա, դարես ԲԿՄ 2-ը հաղթելով իր առաջնությունը։ Դե այն որ ասում են դասի բարձրացում, դասակարգման բարձրացում չկա, այսինքն Պրեմիեր լիգայում չի խաղալու, որովհետև ԲԿՄ հիմնական ակումբները մեկ ակումբից մեկ թիմ պետք է մասնակցի։ Եվ շարունակելու է հանդես գալ դարձյալ առաջին խմբում։ Այո, դարձյալ առաջին խմբում, հաշվի առնելով, որ թիմում փոփոխություններ են սպասվում, հա, այսինքն մեծ թվով ֆուտբոլիստներ գնում են առաջին թիմ, հիմա երկրորդ թիմ պետք է համալրվի նոր զորակոչված ֆուտբոլիստներով եւ այլն։ Տեսնենք, միգուցե խաղի կայունության մեջ տատանումներ կլինեն, բայց ելի եմ ասում, ինչպես Պրեմիեր լիգայում, այնպես էլ առաջին խմբում այդպիսի բաներից չենք վախենում, որովհետեւ դա միակ ճանապարհն է, որ անցնելով ֆուտբոլիստը զարգանում է։ Այսինքն միայն դժվարությունն է աճի բերում, միայն այդ դժվար փորձառությունը, երբ որ դու անում ես նախկինում չարվածից տարբերվող բան, ավելի շատ ուժ ես դնում, ավելի շատ ես վազում, ավելի դժվար պայմաններում ես անում նույն ֆիզիկական աշխատանքը, կամ գալիս ես միջավայր, որտեղ քեզնից ավելի շատ բան են պահանջում կարգապահությունից սկսած մինչև հարաբերությունների կառուցում եւ այլն, այնց էստեղ է որ մարզիկը կաճի։ Հիմա իսկապես մենք կանխատեսումներ չենք անում կամ չենք կենտրոնանում դրա վրա, որ այ գիտեք, այսքան դժվար կլինի կամ հեշտ կլինի, որովհետև ոնց էլ լինի, մենք արդեն մի քանի անգամ անցել ենք այդ ճանապարհը, մի հատ խոսք կա, չէ՞, տենց ժողովրդական լեզվով ասում են ոտքի վրա մնալ, ինչպիսի փուլում էլ լինենք, այդպես ոտքի վրա մնալով, իրար աջակցելով, իրար թեփտիկունք լինելով գնալու ենք այդ ճանապարհը ու մեր խնդիրը նա որ այդ մրցաշրջանի ավարտին տեսնենք որ այ եւս այս 3 հոգին օրինակ գնացին Սլովակիա կամ այս 5 հոգին հրավիրվեցին Հայաստանի ազգային հավաքական կամ այսքան ֆուտբոլիստների մոտ տեղի ունեցավ այսպիսի աճ Եվ դա նաև ձեզ համար, ակումբի համար ցուցիչ է, որ ակումբը ճիշտ ուղղությամբ է գնում ֆուտբոլիստների նաև անհատական զարգացման առումով։ Ես կարծում եմ հենց սա է ցուցիչը։ Իհարկե ֆուտբոլային արդյունքը, հա, հաշվի տեսանկյունից, միավորի տեսանկյունից դա էլ կարևոր է։ Բայց եկեք ավելի լավ է չհաշվենք քանի անգամ ենք ընկել էլի, հա, տեսնենք քանի անգամ ենք բարձրանում եւ այդ բարձրանալուց հետո մենք ինչքան ենք փոխվել, ինչպես է փոխվել մեր մտածողությունը, ինչպես է փոխվել մեր հարաբերությունը աշխարհի հետ, տվյալ դեպքում սպորտային աշխարհի հետ, ինչպես փոխվեց այդ ընկնելուց հետո 10, 20, 30 անգամ ընկնելուց հետո մեր կշիռը ֆուտբոլային աշխարհում ոնց փոխվեց։ Հիմա փոխվեց, երբ օրինակ այդ երկու ֆուտբոլիստը գնում են Արևելյան Եվրոպա, երկու ֆուտբոլիստ ներքին տրանսֆերով նոր ֆուտբոլիստներ, ասենք 18 տարեկան պաշտպան է գնում ԲԿՄ-ից Հայաստանի ազգային հավաքական, դե սրանք ցուցիչներ են, դա նշանակում է մեր օգտակարության գործակիցը, մեր կշիռը իրականում փոխվել է։ Եվ Գագիկ, վերջին հարցը, կարճ անդրադառնանք այս հարցին, քիչ ժամանակ է մնացել, Հայաստանի Պրեմիեր լիգայի վերաբերյալ
մենք յուրաքանչյուր տարի ուրախանում ենք, թե որպես ցուցիչ նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի այսպես զարգացման ցուցիչ, թե ինչ մակարդակի, իհարկե մեր ակումբների մասնակցությունն է առաջին հերթին Եվրագավաթներում, դրանով մեր ֆուտբոլասերը մոտավորապես կարծիք է կազմում, թե Հայաստանի Պրեմիեր լիգան ինչ մակարդակի է հասել այս պահի դրությամբ։ Այստեղ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, ինձ թվում է, կարծիքներ կամ բաղադրիչներ այդ ընդհանուր կարծիքի։ Իհարկե սուբյեկտիվությունը շատ է, օբյեկտիվը դե կներեք, մի որևէ ակումբ լավ նենց փող է ներդնում իր լավ ֆուտբոլիստներ է բերում, ոչ թե ենթադրենք Աֆրիկայից, այլ Պորտուգալիայից։ Ես իհարկե չեմ ասում աֆրիկյան ֆուտբոլիստներին, այնտեղից լավերը կան։ Բայց պորտուգալական առաջնությունում հանդես եկողները, նամանավանդ փորձառություն ունեցողները, որոշակի կարիերա արդեն անցած ֆուտբոլիստները, պարզ է ավելի բարձրամակարդակ ֆուտբոլ են ցուցադրում, քան այն ֆուտբոլիստները, որ դեռևս նոր են կարիերան սկսում, լինեն Աֆրիկայից, թե նույն Եվրոպայից։ Հիմա այդպես մենք դատել չենք կարող, կարծես թե։ Ընդհանուր մակարդակը Հայաստանի Պրեմիեր լիգայի աճում է, թե ոչ, ձեր կարծիքով, եւ ԲԿՄ-ն այստեղ որքանով է իր լուման ներդնում դրա մեջ։ Շատ կարևոր հարց է, ինչ էլ բարդ հարց, ԲԿՄ-ի լումայի իմաստով, ձևակերպել այդ ներդրումը ԲԿՄ-ի, կամ սկզբից Հայաստանի Պրեմիեր լիգան միանշանակ իմ կարծիքով աճ ունի։ Դրա հենց դրա ցուցադրությունը Եվրոգավաթներում մեր ակումբների, մեր թիմերի խաղերն են։ Նախորդ տարի կարծում եմ բավականին հաջող էր, եւ այս տարի էլ կարծում եմ հաջող կլինի ու մաղթում եմ մեր թիմերին հաղթանակներ շատ։ Բայց մի պարադոքսալ բան եմ ուզում ասել, Հայաստանի Պրեմիեր լիգան ինձ համար մասնավոր կարծիք եմ ասում, եւ հայկական ֆուտբոլ է, 100% հայկական ֆուտբոլ է, 100% հայկական ֆուտբոլ չէ։ Որովհետև այո, լեգիոներներով դու կարող ես առաջնություն ուժեղացնել եւ Հայաստանի հայկական ֆուտբոլի դեմքը, այսպես ասած, այցեքարտ, ունենաս ակումբներ, որոնք ներկայացնում են քո երկիրը, այս արդեն շատ լավ է։ Բայց մյուս կողմից հայկական ֆուտբոլի, ոչ թե լիգայի կամ առաջնության ուժեղանալը ինձ համար հենց հայ ֆուտբոլիստների ուժեղանալն է, երբ իրենք պահանջարկ ունենան ավելի քան ունեն եւ նախընտրեն այդ ֆուտբոլիստներին, քան օրինակ լեգիոներներին, ունենք հիմա թիմեր, որ չեմ կարող ասել լեգիոներների լիմիտ ինչքանով է նպաստում սրան, բայց հիմա դե խաղում են հայ ֆուտբոլիստներ հիմնական կազմում, սա է ցուցիչը եւ ցուցիչը առաջին հերթին տվյալ երկրի ֆուտբոլի զարգացման ցուցիչը ինձ համար մարզադպրոցներն են, ակադեմիաներն են, երբ որ քո պատրաստած ֆուտբոլիստները, այսինքն երբ որ դու ոչ թե ներմուծում ես ֆուտբոլիստ, այլ դու արտահանում ես ֆուտբոլիստ, երկրի ֆուտբոլի մակարդակը ինձ համար դա է, եւ ես փոքր ուրախություն ունեմ այն իմաստով, որ ստացվում է Հայաստանից ֆուտբոլիստ արտահանել դուրս։ Այն էլ է ուրախություն, երբ մեր ակումբները Եվրոգավաթներում հաջող ելույթներ ունեն, մենք դրա համար շատ ուրախանում ենք, հետևում ենք խաղերին, նայում ենք, բայց կարևոր ցուցիչը նա է։ Այսինքն դու ինչպիսի խանութ ես, դու վաճառում ես բելարուսական, ավստրիական, բելգիական կոնֆետ, թե դու նաև հայկական կոնֆետ ես վաճառում, որը մեծ հետաքրքրություն ունի երկիր եկած զբոսաշրջիկների համար։ Ինչ միջավայր ես դու։ Ինձ թվում է, որ հենց ԲԿՄ-ի լինելը այս իմաստով շատ է փոխում հայկական ֆուտբոլը։ Տեսեք, մեր ֆուտբոլիստներից ոմանք վերադարձել են իրենց թիմեր։ Արայիկ Էլոյանը վերադարձել է Արարատ Արմենիա։ Եվ մենք սպասում ենք, որ իրեն այնտեղ շանս կտան եւ ինքը իսկապես լավ կդրսի, որ իրեն, որտեղ ինքը արդեն նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, 20 տարեկան։ Արման Ներսեսյանը վերադարձել է Արարատ Արմենիա։ Էլի ֆուտբոլիստներ, հիմա այդ երկու տրանսֆերները ներքին։ Սա նրա մասին է, որ միտեղ, եթե շատ կենտրոնացած իսկական աշխատանք արվում, Հայաստանի առաջնությունը ներկայացնող ակումբները այդտեղից օգտվում են։ Սա ցուցիչ է, սա մեր ներդրումն է, այդ լուման է։ Բայց ելի եմ ասում, տարիների մեջ պետք է այս աշխատանքը շարունակվի, այս պրոյեկտը պետք է շարունակի աշխատել, որպեսզի յուրաքանչյուր տարի, տեսեք, եվրոպական չեմպիոնատ, եթե 2-3 ֆուտբոլիստ Հայաստանից գնա, մենք միշտ չէ, որ ունեցել ենք այսպիսի փուլեր, որ ամեն տարի, սա արդեն հետագայում Հայաստանի ազգային հավաքականն է լինելու ավելի փորձառու ֆուտբոլիստներով, որը մեր ազգին ուրախացնելու է։
Շնորհակալ եմ Գագիկ հրավերս ընդունելու համար եւս մեկ անգամ։ Մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցեցի բանակի կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր։ Այս մեր զրույցի տեսագրությունը կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե պաշտոնական կայքի armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ